Չերչիլը մի առիթով նման պատկեր է առաջացնում, ասում է մարդը պիտի ժողովուրդը մարդը, ես ասում եմ նաև հաջողակ լինի։ Եվ բերում է ուրեմն Տիտանիկի օրինակը, կարծում եմ բոլորը Տիտանիկ ֆիլմը դիտել եք, ողբերգությունը տեսել եք եւ ինչ է բերում օրինակը ինչ է որ Չերչիլն է բերում բացադրում։ Ասում է որ պիտի մտածեք որ ես պիտի ձեզ փող ասենք կամենամ որ փող շատ ունենաք, առողջություն լավ ունենաք եւ նման բաներ։ Եվ հետո ասում է հետեւյալը, շատ հետաքրքիր է, ասում է Տիտանիկի ուղևորների մեջ մի քանի միլիարդատերեր կային։ Տիտանիկի մեջ կային առողջներ եւ հիվանդներ, ուղևորներ։ Եվ նման բաներ շարք շարում է, ասում է, բայց քանի որ Տիտանիկը խորտակվեց, ուրեմն Տիտանիկի բոլոր միլիարդատերերը, առողջները, գեղեցիկները եւ այսպես բոլորը գնացին ուրեմն օվկիանոսի հատակ, ոչ մեկը չփրկվեց, նույնիսկ միլիարդատերերը չօգտվեցին իրենց միլիարդներից։ Հիմա ասում է դրա համար ասում է ես ցես հաջողակ լինել եմ ցանկանում։ Եվ օրինակ է բերում որ այս ինչը կարծես Թումանյանի ուրեմն հեքիաթները լինեն, ասում է այս մեկը դեղորայքի համար ուշացել էր նավից, այն մեկը ինչ պատճառով, ինչ որ քաղաքացիներ տոմսակը հետ էր տվել եւ այլն, ասում է սրանք հաջողակ մարդիկ էին, այսինքն նրանք, ովքեր որ Տիտանիկի վրա չէին։ Այնպես որ ես մեր ժողովրդին ցանկանում եմ եւ մեր պետականությանը հաջողակություն, մնացածը երկրորդական է։ Միլիարդը առողջություն եւ այլն։ Հիմա անցնենք ավելի կոնկրետ հանգամանքների բացատրությանը։ Ուրեմն մենք մտնում ենք նոր տարի, 26 տարի, 26-րդ տարին, 2026-րդ տարի եւ մտնում ենք բավականին լարված միջազգային իրադրության պայմաններում, տեսեք մեր կողքերը եռում են, աշխարհը եռում է, շատ բաներ հասկանալի են, շատ բաներ էլ հասկանալի չեն, հետո կհասկանանք երևի, կամ բաներ, որ երբեք էլ չենք հասկանա, եւ ուրեմն բավականին ուրիշ վիճակ է մեր երկրի ներսում, Հայաստանի Հանրապետություն այսօրվա տվյալներով բավականին կայուն է, եւ դա ձեր հաջողությունն է։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, մենք ես ամբողջ Սոդոմ Գոմորի մեջ, որ առաջացել է, ոնց որ թե վերջնել չի երևում, այս ամբողջի մեջ պիտի որոնենք մեր ազգային շահերը, ուշադիր եղեք, ազգային շահերը, եւ այդ ազգային շահերի ուղղորդումով թելադրանքով մենք պետք է շարժվենք առաջ։ Ուրեմն 26 թվականը բարձ է որ շատ բաներով կնշանավորվի մեր ժողովրդի, այսինքն մեր կյանքում, մեր պետականության կյանքում, բայց մի բանը ուղենիշային է։ Հունիսի ուրեմն 7-ին նշանակված է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններ։ Ես պարտավոր եմ ձեզ ասելու, որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, այս պարագայում նաև քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր, որովհետև իմ ամբողջ գիտակցական կյանքը ըստ էության անցել է քաղաքական գրականության ուսումնասիրությամբ, քաղաքական կյանքի մասնակցությամբ, այս կամ այն չափով եւ ուրեմն դրանց քաղաքական պատմության իմացության տարածումով, ինչը որ ամենադժվարն է եղել մեր ժողովրդի համար, որովհետև իր քաղաքական պատմությունը խեղաթյուրված է, որ հիմա դուք բավականին լուսավորվել եք, մենք լուսավորվել ենք, որի մասին 10 տարի առաջ գուցե եւ պատկերացումներ չունենք։ Ուզում եմ ասել, որ ես կփորձեմ այդ գիտելիքները, փորձը կուսակցության տեսակետը փոխանցել ձեզ, որովհետեւ մենք արժևորենք իրականությունը։ Հիմա համընդհանուր ձևով արժևորման իմաստով ես կարծում եմ, որ մենք բոլորս գիտակցում ենք, որ հունիսի 7-ը ուղենիշային օր է լինելու մեր պատմության մեջ։ Մենք դուք հիշում եք միասին ինչ բանով անցանք, արյան բաղնիքներով անցանք, մեր հայրենիքի զգալի մասի կորստով,
մեր երիտասարդության զոհվելով, հերոսականության եւ նաեւ ասենք դավաճանության շատ բաներ լսեցինք, ապրեցինք, բայց նաեւ 7 տարի կամ 5 տարի արդեն 5 տարի ուղիղ կռիվ տվեցինք Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության, անկախության ամրապնդումով եւ մեր ժողովրդի ընտրություններում իր որոշումը կայուն ձևով հաստատեց։ Բայց այս տարի ըստ էության որոշակի իմաստով որակապես այլ տարի է լինելու։ Ըստ էության, եթե ուզում ենք իմանալ, քաղաքական կողմնորոշման իմաստով, ես նկատի չունեմ արևելյան կողմնորոշում, արևմտյան կողմնորոշում, այլ մեր քաղաքական կողմնորոշման իմաստով ճակատագրական հարցեր պիտի լուծենք։ Ամրապնդելու ենք արդյոք Հայաստանի Հանրապետության անկախությունը, թե ուրեմն հետ ընթացել լինելու եւ ռևանշիզմը վերադառնալու է որպես իշխանություն։ Դե իմաստով մենք պարտավոր ենք զբաղվել ձեզ հետ միասին բացախոսությամբ, հանգիստ վերլուծություններով, այստեղ գոռում գոչյունը, բարեկամ լինել չլինելը, իրար թուրք կամ ռուս ասելը, դրանք ըստ էության նույնն են, չգիտեմ ինչ վարկաբեկելը եւ այլն ոչնչով մեզ չեն օգնի, որովհետեւ դրանք քաղաքագիտության հետ առնչություն չունեցող տերմինաբանություն են, հասկացություններ են, մեզ պետք է հասկանալ խորքային գործընթացները։ Ուրեմն եւ սա բոլորն են հասկանում։ Մենք ունենք կարևոր մի հանգամանք ասեմ, որ տարի ու կես է մոտավորապես, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-ինչ ձևերով, ինչ-ինչ դժվարություններով հաստատել են կայունություն եւ դուք այսօր այդ կայունությունը ուրեմն ըմբոշխնում եք։ Ես կարծում եմ, որ այդ կայունությունն ավելի կարևոր է նույնիսկ քան խաղաղության այն բաղձանքը, որ կա ինչ իմաստով, որովհետև եթե մենք չունենանք երկրի ներքին կայունություն, չենք ունենա խաղաղություն, չենք ունենա զարգացում եւ այլն։ Դրա համար եթե ուշադիր եղել եք, պատերազմում մեր պատմության հաջորդ օրվանից իսկ, որ ես առաջինն եմ, ես կարող եմ ասել էկրան դուրս եկել, ուրեմն ասել եմ մեզ կայունություն է պետք, մնացած երկրորդական բան է։ Հետո կայունություն, ժողովրդավարության զարգացում, քրիստոնեական արժեքներ եւ այլն։ Եվ որոշակի մենք ձեռքբերումներ ունենք, սա պետք է գնահատենք, շարժվենք առաջ։ Հիմա մեկին դուր է գալիս, մեկին դուր չի գալիս, դա այլ բան է, բայց փաստը դա է եւ քաղաքական կուսակցությունները պարտավոր են փաստերը մեկնաբանել, փաստերից եզրակացություններ անել եւ առաջարկել լուծումներ։ Մնացածը մանիպուլյացիայի եւ ուրեմն ջուրնալիստի հեքիաթի ոլորտներից է։ Հիմա այդ կայունությունը կա, բայց մենք ունենք 26 թվականին նաեւ չլուծված մի կարևորագույն հարց, որ ես հույս ունեի, թե մենք կկարողանանք լուծել, մեր իշխանությունները կկարողանան լուծել հարցը, եւ դա հայաստանյան առաքելական եկեղեցու հայաստանյան շահերի պաշտպանության դիրք վերադարձրելն են, որը այդպես էլ չստացվեց։ Սա խոց է, նկատի ունեցեք։ Խոց է եւ այս հարցը անպայմանորեն պիտի լուծվի։ Ընդ որում են հեքիաթները, բամբասանքները, չարախոսությունները, թե քայքայում են եկեղեցին, գրոհում են եկեղեցու վրա, հայաստանյան առաքելական եկեղեցու, այդ բոլորը ուրեմն դատարկ խոսակցություններ են եւ ընդ որում սխալ եւ կեղծ։ Ինչն է ճիշտ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր պետության ներսում լինի մի կառույց, հոգեվոր կառույց, իր կարևորությամբ, հազարավոր տարիներ իր պատմությամբ, որը սպասարկի մաֆիայի, Ղարաբաղյան կլանի եւ օտար պետության շահերը։ Դա հնարավոր բան չի։ Ուրեմն այս հարցը պետք է արագ լուծվի, ինչքան շուտ լուծվի, այնքան մենք կշահենք։ Ինչքան ձգձգվի, նկատի ունեցեք, այնքան մենք կորուստներ կունենանք։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ սա հասկանում ենք մենք, որ բացադրում ենք իրար հետ զրուցում ենք, այլ նաև հասկանում է ոսոխը, թշնամին, ինչ կուզեք, բարեկամը, ձեր հոգեհարազատը, մեր հոգեհարազատը։ Ես նկատի ունեմ Մոսկվան, որը համառորեն դուք տեսնում եք, մեզ բաց չի թողում իր գրկից կամ փորձում է մեզ ազատ չթողել եւ ահա այն վիճակը, որ առաջացել է Հայաստանի Հանրապետությունում տարեվերջին,
ուրեմն եկեղեցու բարակայով եւ մեր անհասկանալի արքեպիսկոպոսների եպիսկոպոսների անհասկանալի վարկագծով, որոնք համառորեն կարճած պահում են այն վիճակը, որ անկայունություն բերի Հայաստանին եւ մեր ուրեմն եկեղեցին չմաքրվի։ Ուրեմն անհասկանալի սա վիճակ է, բայց այդ վիճակը նկատի ունեցեք տանում է վտանգավոր միտեղ հասել են, հիմա ավելի կգրգնեմ եւ մենք մոռանանք, որ նոր տարին նոր է անցել, այլ պիտի հիշենք, որ մենք նորից ռեալ կյանք ենք մտնում քաղաքական կյանքի պայքարի ասպարեզ։ Ուրեմն ըստեյության ինչ են ուզում անել։ Ուզում են, որ Վեհարանը դառնա իշխանության երկրորդ կենտրոն, որի մասին ես ահազանգել եմ անցած տարի, իմ բոլոր վերլուծությունները բերում են այն եզրակացության, որ Հայաստանում ուզում են ուրեմն երկիշխանություն առաջացնեն օտար ուժերը, կլանը եւ նրանք, ովքեր որ այդ ամբողջ ռուսական սեգմենտն անվանենք պայմանավորված, այսպես առաջ շարժվենք։ Կհաջողեն թե չէ, ուրիշ բան է։ Կարծում եմ չեն հաջողելու, բայց որ փորձում են, դա ակնհայտ է, չտեսնելը քաղաքական հավգուրություն կլինի եւ շատ վտանգավոր բան կլինի։ Ուրեմն այս հարցը ասեցի շատ արագ լուծման կարիք ունի, բարեկամներ, անպայմանորեն։ Եվ դա մեր եկեղեցու դիրքերն է ամրապնդելու, մեր ժողովրդի հոգևոր կյանքն է կազմակերպելու եւ նաեւ չափազանց կարեւոր հարց համազգային համախումբ առաջացնելու աշխարհով մեկ, այսպես շարունակել չի կարելի։ Հիմա որովհետեւ դա այդպես չստացվի, այդ ուրեմն խոցը մնա եւ այսպես շարունակի իր վնասակար գործունեությունը մեր համազգային քաղաքական կյանքի, հոգևոր կյանքի միջավայրում, մնա ներքաղաքական պետության, ներքաղաքական գործընթացների վրա բացասական ազդեցությամբ, պիտի նկատի ունենանք, որ ուրեմն դա բորբոքվում է դրսից։ Եվ ահա ուրեմն Սալավյովը երգում է եւ ուրեմն հայտարարում է այն, ինչի մասին անգիր գիտեք, որ իրենց համար չափազանց կարևոր է Հայաստանի, տարօրինակ է, որ Ադրբեջանի մասին խոսք չկա, շատ տարօրինակ է, չնայած իրար տեսնում եք ինչ հայրանքի եւ ինչ կատաղի ուրեմն վիճաբանության մեջ էին երկու նախագահները, ուրեմն Հայաստանի եւ Միջին Ասիայի կամ Կենտրոնական Ասիայի ուրեմն հարցով ռուսները շատ անհանգստացած են, որի մասին խոսեց Սալավյովը։ Սալավյովը գիտեք հայերեն երևի ծիծեռնակ է նշանակում, ծիծեռնակը ծլվելած եւ Հայաստանում սկսվեցին քննարկումներ, հակադարձումներ եւ նման բաներ, ինչ որ եղավ, դա բնական է հակադարձումները, ճիշտ է էներ, որ նաեւ արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել, հանձնել եւ այլն, բայց հիմա մեզ համար այդ արտաքին ատրիբուտները կարեւոր չեն։ Մեզ համար կարևոր ներքին գործընթացները հասկանալն են։ Դուք տեսաք, Սալավյովը 24 ժամ առաջ խոսեց եւ այսօր Հայաստանում նախաձեռնվել է ռևանշիստների շրջանում, ուրեմն կոնսոլիդացիայի կամ քաղաքական համախմբման գործընթաց։ Սա նշանակում է, որ ռևանշիզմը արթուն է, ռևանշիզմը փորձելու է, որպես ուրեմն Հայաստանյան կյանքի բաղադրիչ, դժբախտաբար սրանց այդ հարցը չլուծվեց գոնե պարագլուխների, որպեսզի ուրեմն ընտրություններում լինի այն, ինչ որ ուզում են, հետընթաց լինի։ Հիմա դա հնարավոր է, թե չէ։ Ենթադրում ենք, որ ոչ, բայց քաղաքականության մեջ նկատի ունեցեք, այդ ոչերը ոչինչ չեն նշանակում, եթե կոնկրետ գործողություններ եւ նման միջոցառումներ չեն նախաձեռնվելու։ Հիմա ինձ հարց են տալիս, այսօր ես երկու հարցազրույց եմ տվել այդ ուրեմն կոնսոլիդացիայի հարցով, ասում են արդյոք կարող են ռևանշիստները հաղթեն, թե չէ։ Եվ լավ է, որ այդ հարցը վերջապես տալիս են, կարող են, թե չէ։ Եթե ոչինչ չանենք, իհարկե կարող են։ Ինչ է պատահել, բայց մենք ուրեմն պիտի կարողանանք նրանք, ովքեր որ ես անվանում եմ այդ ուժերին պետականակիր ուժեր են, առաջին հերթին կառավարող կուսակցությունը, ուրեմն քաղաքացիական պայմանագիր եւ այն կազմակերպությունները, կուսակցությունները, որոնք 5 տարի շարունակ եղան պետության կողքին
օժանդակեցին պետությանը, ձեզ հետ միասին մենք պայքարեցինք, որպեսզի մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը մնա։ Ուրեմն անհրաժեշտ է քաղաքական կոնսոլիդացիա առաջին հերթին, ուրեմն այդ պետականակիր կուսակցությունների համախմբի մեջ, սա է կարևոր, բայց որ նրանք պիտի համախմբվեն, անկասկած է, եւ ես ուրեմն ենթադրում եմ, որ այդ հրամանը անմիջապես կոնսոլիդացիայի ռևանշիստների ստացվեց Սալավյովի ելույթով, ուրեմն ուղղված Հայաստան եւ ուրեմն իրենց դաշնակիցներին։ Եվ դուք ես կարծում եմ առաջիկայում ավելին կլինի եւ այլն։ Հիմա հարց են տալիս եւ հարցազրույցի տեսքով հետեւյալն են ասում. արդյոք ռևանշիստները այս խումբը չեմ ուզում անուններ տամ, անուններն անգիր գիտեք, օրինակ իմ Զահլեն գնացել է նույն անունները, նույն հանցագործությունների կամ նույն պրոբլեմների վերաբերյալ անընդհատ անունների շարքով խոսել, հնարավոր է թե չէ, իհարկե հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ դա անպայմանորեն է հնարավոր, որովհետև ռևանշիզմի շրջանակներում մենք լսում ենք, գիտենք նաև տարածված է, որ սրանց տարագլուխներն իրար հետ ունեն խորը տարաձայնություններ, բայց դուք պետք է նկատի ունենաք, որ այդ խորը տարաձայնությունները ծածկվում են անձնական, կուսակցական, մաֆիոզ ինչ-որտեղ, ուրեմն գողապետական շահերի գերակայությամբ եւ նաեւ լինելու է արտաքին պարտադրանք։ Ռուսական սեգմենտը ես կարծում եմ, որ ռուսական ուրեմն կողմի պարտադրանքով իրենց տարածայնությունները կողքի են դնելու եւ նրանք անկախ են բանից ընտրություններին կգնան մի համախմբով, ասենք որոշակի ճակատով, թե կգնան առանձին, մեկ է նրանք գործելու են մի թիրախի վրա եւ այդ թիրախը իշխանությունը վերադարձնելն է, ոչ թե ուրեմն իշխանափոխություն են տեսքով ինչ-որ ասում էին, իշխանության վերադարձ, սա լինելու է ռևանշիզմի պայքարի հիմնական նպատակը եւ իշխանության վերադարձի համար ռևանշիզմի տեսակետից բոլոր թերությունները, հակասությունները երկրորդական են եւ սրանք մի քանի ամիս կմոռանան իրենց ներքին տարաձայնությունները, եթե այդ տարաձայնությունները կրկնեմ էական են, էական են թե չէ։ Հիմա ենթադրենք, հետո իրենք բարձր ընտրություններից հետո անպայմանորեն կփորձեն իրար հետ ռուսերեն բառ օգտագործեն, ռազմորկա գնան իրար հետ շահերի համատեղում, հակադրություն եւ այլն։ Այսինքն իրենք իրար մեջ հարց կլուծեն։ Դրա համար ռևանշիզմի այսօրվա խնդիրը Հայաստանում դեմոկրատական կամ ժողովրդական իշխանության տապալումն է եւ ուրեմն վերադարձը ուրեմն նախկին վիճակի համար ասեմ, որ հիմա գուցե եւ նախկին մարդկանց տեսքով չկան, բայց երությունը դրանից չի փոխվելու։ Իրենց տղաները կկան, իրենց խնամիները կկան, իրենց բարեկամները կկան եւ այլն, բայց Հայաստանը կմնա այնպիսին, ինչպիսին եղել է հեղափոխությունից առաջ, գուցե եւ շատ վատ, որովհետեւ ուրեմն ռեսուրսները մեր առանձնապես ազգային ռեսուրսներն այնքան էլ շատ չեն։ Ուրեմն սա ինչ է, երբ որ մենք կտեսնենք զարգացումները հետո, ամեն շաբաթօրյա այս Հայացք Երևանից տոնի հաղորդաշարով ես նորությունները կամ մեր վերլուծությունները ձեզ կհաղորդեմ։ Նաեւ գուցե եւ ձեր տեսակետները կլսենք, եթե լավ առաջարկներ ունեք, էջերում կգրեք։ Ուրեմն հիմա շարժվենք առաջ։ Ինչ է պետք, որպեսզի դա տեղի չունենա։ Առաջինը, հեղափոխության կատարած ուժերի առաջին առանցքայինը վարչապետն է իր ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով, որտեղ հիմնական ուժը իրենք են եղել, բայց պետք է նկատի ունենալ, որ միայն իրենք չեն եղել, որ այդ հեղափոխությունն արել են։ Ուրեմն այստեղ առաջացել էր, հիշեք, լայն կոնսոլիդացիա, տարբեր մարդիկ այն ժամանակ, օրինակ ես դերևս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն իմ համախոհների հետ չէի ստեղծել, այսինքն մենք օգնում էինք հեղափոխության անհատապես։ Ենթադրում եմ դուք եւս անհատապես ամենը իրեն չափով արել եք այն, ինչ որ կարողացել եք։ Հետո են կուսակցություններ առաջացել, որոնք հստակ մի քանի կուսակցություն կանգնած են եղել պետականության
ուրեմն այդ խաչը կրելու տեսակետի վրա եւ մենք ունեցել ենք հաջողություն այդ իմաստով։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Սա ռևանշիզմի ճամբարն է։ Բարձր նրանց նպատակը շատ հստակ է, նկատի ունեցեք, եւ ռեսուրսներ տարբեր է։ Ազգային հարստության հիմնական մասը դժբախտաբար այս ընտանիքների ձեռքին է, դա նորություն չի, բոլորը գիտեք, բայց այդ մեծ մասը քրեական, այսպես ասած, մաղի ու անցքերով անցնում են, տեսնում եք, մի քանիսը կան, որ 6-7 տարի է, թե 5 տարի է, գիշեր ցերեկ դատարաններում են, գույքի, չգիտեմ ինչի, հազարամի հարցերով, ուրեմն այդ բոլորը գիտեք, դրա համար ես դրա մասին չեմ խոսում, հիմա ասնենք առաջ, եւ սրանք ամփոփիչ ասեմ, լինելու են միասին, անկախ են բանից, կքվեարկվեն առանձին բլոգներով, առանձին գուսակցություններով, թե համախումբ կառաջացնել, չգիտեմ, վերջին օրը ազգային ճակատ կառաջացնեն, այդպիսի տերմին է օգտագործվում։ Հիմա սա իրենց գործն է եւ նրանց խնդիրը մեկ է, իշխանափոխության այն գործընթացը, ինչ որ մի քանի տարի կար պատերազմից հետո տեղափոխվելու է իշխանության վերադարձի գործընթացի մեջ ավելի մեծ թափով, ավելի մեծ ագրեսիվությամբ, ուրեմն եւ մնացածը կտեսնեք, չեմ ուզում իմիջիալոց զգուշացնեմ, որ ես վախեցնելու կամ հակասությունները սրելու նպատակ չունեմ, որտեղ դա չի հարցը։ Այդ բոլորը մենք պետք է հասկանանք հանգիստ վիճակում եւ վերլուծենք եւ գործենք համստան ձևով եւ մենք հաղթած ենք, դա միանշանակ է։ Եթե մենք ուրեմն գործենք մեր շահերի, վետության շահերի իմացությամբ եւ մեզ համար անկախ Հայաստանի անկախ կյանքի նպատակ է, ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետով կարող եմ ասել, եթե քրիստոնեական մեր ազգային արժեքների պաշտպանությունը մեր նպատակն է, առաջագործությունը մեր նպատակն է, որպես ժողովուրդ, որպես պետականություն։ Ուրեմն կարծում եմ այդպես է կա։ Հիմա պարզապես խնդիրը հետեւյալի մեջ է։ Դիմացին, այսինքն հեղափոխության կատարած ուժերը կամ փոփոխություններ, ինչ կուզեք ասել, բայց դա իրականում հեղափոխություն է եղել, լավ է եղել, վատ է եղել, տարբեր կարծիքներ կան, ուրեմն այստեղ պետք է համախմբի մեջ լինի շահերի լավագույն գիտակցում եւ լայն կոալիցիայի առաջացում։ Ընդ որում, երբ որ ես կոալիցիայի մասին եմ խոսում, նկատի չունեմ, որ բոլորը միասին պետք է մի համախմբի մեջ լինեն, որտեղ դա ճկունությունը կորցնում է, շահերի ուրեմն համատեղումը նեղացնում է, գործնեության ոլորտում առաջացնում է դժվարություններ։ Օրինակ շատ լավ կլներ եւ ձեզ էլ եմ դիմում, որ դուք ովքեր որ քրիստոնյա ժողովրդավարական արժեքների դավանանք ունեն, որտեղ դե շատ ենք ասել, որտեղ սիմվոլիկ իմաստով անշուշտ ուրեմն տեղքատ մեծ թագավորն է, որտեղ Գրիգոր Լուսավորիչն է, մեր արժեհամակարգն է, մեր հազարավոր տարիների մշակույթն է, եւ այլն, ինչ-որ շատ խոսել ենք, ելի կասենք, շատ լավ կներ, որ դուք համախմբեիք այս հատվածը, որտեղ բոլորը չէ, որ կան աթեիստներ, կան սոցիալիստներ, կան չգիտեմ ինչ, շատ բաներ, որոնք շատ հատվածներ, որոնք այդ արժեքները կարող է չեն գրում։ Լավ կներ, որ քրիստոնյա ժողովրդավարական ուրեմն ուժերի համախումբ առաջանա մեր կուսակցության շուրջ, ես առաջին հերթին նկատի ունեմ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության ներսում, թե մեր հայրենագիստներ աշխարհի տարբեր ծայրերում։ Արդեն սիմպտոմներ կան, բայց դա այն չի, ժամանակը նաև քիչ է, դա նկատի ունեցեք։ Շատ չի, քիչ է, մի խոսքը ոչ շատ է, ոչ քիչ է, գործընթացը նորմալ տանելու համար։ Ուրեմն այսպես, ես բնականաբար լիազորված եմ եւ կարող եմ ինձ թույլ տալ խոսելու քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետից եւ նրա տեսակետներով եւ նրան բռնած ուրեմն բացատրություններով ձեզ դիմել, որը լինելու է միշտ հիմա։ Շարունակենք, հիմա մնացած ուժերը, ովքեր որ կան, եղել են, արդյոք կգիտակցեն այնպես ինչպես մենք ենք առաջարկում, լինել ճկուն, իրար չդավել եւ ուրեմն համախմբված ձևով մի թիրախի վրա խփել եւ առաջ շարժվել, որ Հայաստանի Հանրապետությունում
անկախությունը եւ ազատությունը անշրջելի process-ներ են եւ հեղափոխությունը պիտի շարունակվի։ Օրինակ մեր վերլուծությունները ցույց են տալիս, կարծում եմ ոչ մեկը չեք առարկի, որ Հայաստանում հեղափոխության շարունակականության պայմաններում պետք է սկսվի խորը ռեֆորմների ժամանակաշրջանը, խորը ռեֆորմներ, բովանդակային ռեֆորմներ, կրթության, գիտության ոլորտում, սոցիալական հարաբերությունների ոլորտում, երիտասարդության հանդեպ, եթե քաղաքականություն կա, առանձնապես չկա էր, ուրեմն լավագույն քաղաքականության մշակման առումով, ուրեմն նպաստառուների, թոշակառուների եւ այլնի, բայց սրանցից առաջ եւ սրանցից անդին, ինչպես ասում են, մեզ պետք է լավ տնտեսություն ունենալ, որտեղ առանց տնտեսության գիտեք ոչինչ չի լինելու։ Մենք պետք է ունենանք գիտաարդյունաբերական համալիր, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն այդ տեսակետն ունի, որ մենք պետք է ունենանք մեր հիմնականում եւ հիմնական եթե չասեմ, ուրեմն շատ զգալապես տեղական հումքի վրա կազմակերպվող արտադրություն, մենք պետք է ունենանք լավ ագրոտնտեսություն։ Ինչ է ցույց տալիս այսօր թռոցիկ ասեմ, որ հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալվող իրադարձությունների ընթացքը, ինչ է ցույց տալիս, որ բացի բազմաթիվ խնդիրներից առաջանալու են, կարող է առաջանալ մի հարց, որը մեզ համար նաև մեծ խնդիր է։ Եթե շարունակվի անկայունությունը Իրանում, դուք գիտեք, Իրանի ճանապարհները կարող են փակվել եւ Հայաստանի մատակարարումը արտահանումը շատ դժվարան է։ Դա դուք գիտեք նաև, որ պատերազմի ժամանակ Հայաստանը ըստ էության շրջափակված էր 4 կողմից։ Բացի Իրանը, որ որոշ ժամանակ մեղմություն ցուցաբերեց, ուրեմն դա մնացածը բացառություն չի եղել։ Ադրբեջանը կարողացել էր կազմակերպել Հայաստանի Հանրապետության բլոկատա բոլոր կողմերից։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ես ոչ թե տխուրորեն եմ հիշեցնում, այլ ուրիշ բան եմ ուզում ասել, որ այս հետևյալը, որ նման վիճակ կարող է միշտ կրկնվել։ Մեր աշխարհագրությունը, շատ եմ ասել, թելադրում է մեր կենսաձևը, պետության կառուցվածքը, անվտանգության համակարգը, հարևանների հետ հարաբերություններ, ազգային շահերճանաչում եւ այլն։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ նման շրջափակման ենթակա այդպիսի աշխարհագրություն ունեցող երկրում ինչ լինի չլինի, իհարկե մենք ողջունում ենք դրսի հետ բոլոր համագործակցությունները, բոլոր դեպքերում մենք պետք է ունենանք տեղական արտադրություն, դա գիտելիք լինի, դա լինի գիտություն, առողջապահություն, դա լինի ուրեմն տնտեսություն, ռազմական եւ այլն, ինչ եմ ուզում ասել։ Այս մասերը ես ցես կբացատրեմ, այսինքն մեր տեսակետները կփոխարցեն չհանգամանորեն հաջորդ ընտրությունների ժամանակ։ Հիմա ասելիքից իմաստը այս առումով հետևյալն է։ Մեր ճկունությունը պարտադրում է մի բան, որ մենք այս պետականակիր ուժերը, որի նախաձեռնություն անշուշտ պիտի որ դա հեղափոխություն հիմնականում կատարած ուժից, դա բնական է, եւ այս լայն կոնսուլտացիաները պիտի տեղի ունենան, որպեսզի համախումբ շարժում լինի, որպեսզի ռևանշիզմի վտանգ չլինի մեկ, սա շատ կարեւոր է, եւ երկրորդը չլինի հանկարծ մեր խորհրդարանը վերարտադրի այսօրվա խորհրդարանի վիճակ, այսինքն ճիշտ է ԿՊ-ն կլինի մեծամասնություն, բայց կլինի նաև ռևանշիստների այն համախումբը, որ կա, եւ նորից սկսվի անպտուղ ուրեմն նույն բանավեճը, նույն հայոյանքը, որովհետեւ դուք տեսաք, որ ռևանշիզմի հետ քաղաքական կյանք Հայաստանում հնարավոր չի կազմակերպել, չի էլ լինելու, որտեղ նրանց նպատակը բոլորովին այլ է։ Հիմա այս պարագայի համար ինչ եմ ուզում ասեմ, խնայելով նաև ձեր այսօրվա համբերությունը, ասեմ հետևյալը, դուք նկատի ունեցեք, ես դիմում եմ հեղափոխության արած պատասխանատուների, կլինեն պատգամավորներ, նախարարներ, թե համայնքապետարանի աշխատակիցներ եւ այլն, ինչ որ մեր ժողովրդին հատվածն է, որը հեղափոխություն է արել մեկ, դա մեր հեղափոխությանն է եկել հարել երկու, այդպիսի դեպքեր կա, չէ,
որ հեղափոխություն է լինում նախկին ուժերի որոշակի մի մաս շատ հեշտությամբ հասկանալով զարգացման ընթացքը տեղափոխվում է այլ ճամբար։ Ուրեմն սա պիտի նկատի ունենալ։ Ուրեմն սա անկայուն մի խամախումբ է, որը կարող է նորից հույս ունենալ վերադառնալ հին ընկերների մոտ, եթե հաղթանակ լինի, եւ այդ իմաստով բնականաբար հեղափոխության ուժերի պայքարի մեջ ջլատումներ կառաջանան, դա բնական է, այդպես կլինի։ Հիմա ինչ եմ ուզում զգուշացնել, հատկապես սրանց, ովքեր որ ասում են, որ հույս ունեն եւ հետո լեզու կգտնեն, կվերադառնան եւ իրենց ընկերների հետ նախքին կշարունակեն այն, ինչ որ եղել է, ինչը որ սաբոտաժ են արել, լավ չեն կառավարել եւ այսպես շարունակ։ Կյանքը ցույց է տալիս տարբեր երկրներում հեղափոխությունների կամ ապստամբությունների զարգացման պատմությունը, որ ռևանշիստները որպես կանոն չեն ուրեմն զիջում կամ ներողամտություն առաջին հերթին չեն ցուցաբերում իրենց դավաճանազներից։ Նկատի ունեցեք, սա նրանք ովքեր ճամբարափոխ են եղել։ Ուրեմն որպես կանոն ռևանշիզմը առաջինը պատժում է նրանց, ովքեր ճամբարափոխ են եղել, սա հստակ։ Եվ երկրորդը, իշխանությունը կարծում եմ այստեղ տատանումներ, իհարկե բոլորը սահմանադրության շրջանակներում, օրենքի պաշտպանությունով, օրենքի կիրառությունով, բայց օրենքի խստագույն կիրառությունով։ Երկրորդը հետևյալը կարող է լինել, որի օրինակը կներեք Չիլիից, հույս ունենալ, որ ռևանշիստական հակումներ ունեցողներին զիջումներով տանել ընտրություններ եւ ունենալ հաջողություն, դա բացառված է։ Ուրեմն բերեմ հետեւյալ օրինակը, որ դուք կարող եք ստուգել։ 1973 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանի ժամանակով, այսօրվա նման հիշում եմ, ուրեմն ժամը 11-ին հաղորդվեց սովետական նախկին ուրեմն հանրապետություններով մեկ, որ Չիլիում տեղի ունեցել հեղաշրջում եւ Չիլիի օրինական նախագահ Սալվադոր Ալենտեն գնդակահարվել է։ Ես ինչու եմ ժամը հետը ասում, նույնիսկ հիշում եմ։ Ես որովհետեւ այդ ժամանակ ուսանող էի, երրորդ կուրսի ուսանող էի եւ առավոտյան գնում էի Պարամունքների համալսարանի ճանապարհի վրա էր, որ ռադիոն ինչ-որ մեկը միացրել էր եւ ասին Սանտիագոյում եղել է հեղաշրջում եւ առաջին անգամ լսեցինք գեներալի անուն, որը հետո հայտնի դարձավ գեներալ Պինոչետ, որ գնդակահարել է ուրեմն Մոկատայի այդ ուրեմն նստավայրը գրավվել է եւ Սալվադոր Ալենտեն գնդակահարվել է նախագահական իր բազգաթոռի վրա։ Ով էր ինչու եմ ես օրինակն ասում, որպեսզի իմանաք, այստեղ զիջումներ չեն լինելու։ Իհարկե ես ենթադրում եմ, որ նման բաներ չեն լինի, բայց քաղաքակետը միշտ պարտավորելու այն, ինչ որ ուրեմն ամպլիտուդայի մեջ է, մինուսից պլյուսը, պլյուսից մինուսը, անպայմանորեն։ Ով էր ուրեմն գեներալ Պինոչետը, որ ստացել էր գեներալական ուսադիրներ իր ընկերոջ ծերներից, եւ այդ ընկերը Սալվադոր Ալենտեն էր։ Ուրեմն Պինոչետը Չիլիի բանակի ցամաքային զորքերի սովորական մի գնդապետ էր, բանակի հարյուրավոր գնդապետներից մեկը, որին ճանաչում էր երկրի նախագահ Սալվադոր Ալենտեն եւ որոշ հուշագրություններում ասվում է տեղեկատվական մարմիններ, որ եղել են նաեւ ընկերներ։ Այսինքն մի անհայտ գնդապետ Սալվադոր Ալենտեն որպես իրեն մոտիկ հարազատ վերցրեց, բերեց, տվեց պետության զինված ուժերի, ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարը Չիլիում ամենապատասխանատու պաշտոնն է։ Ուրեմն դրեց ցամաքային ուժերի հրամանատար գեներալի կոչումով եւ իր ընկերներ հետո գնդակահարեց իրեն։ Ես զգուշացնում եմ, որի մասին ես հեղափոխության օրերին բազմաթիվ անգամներ, մի քանի անգամ ավելի շուտ ինչ որ հանգամանքներով ասել եմ։ Ուրեմն ես ինչու եմ սրում վիճակը։ Ասեմ, որ ես չեմ սրում վիճակը, Սալավյովը սրել է վիճակը եւ այսօր արդեն կոալիցիա է կազմվել, այսպես ասենք, Սալավյովը ծրվելած եւ
ռևանշիստների շրջանում այսօր առաջացավ ուրեմն որոշակի խմբավորում, սա նկատի ունեցեք, ուրեմն սա նշանակում է, որ մենք պատասխանատու ենք մեր երկրի համար եւ մենք պարտավոր ենք հեղափոխությունը, եթե այդպես կուզեք, շարունակենք պետության վերաշինման առումով, բայց նաեւ լինենք պատասխանատու։ Սրանք ուժ ունեն, թե չէ, հաշիշտ ունեն, այն որ ասում են իրենք, չգիտեմ, հեչ, թե չէ, բարձր որ գումանին չի վերաբերվում, ինչքան հարստություն կա Հայաստանի ազգային հարստության կողոպուտը իրենք են կազմակերպել եւ երկրորդը Մոսկվայից եկած օլիգարխները զգալի ռեսուրսներ ունեն, որոնք ուրեմն հաջողով կօգտագործվեն պետության տապալման գործի մեջ, ինքներդ տեսնում եք, իրենց ձևով, բայց մենք պատասխանելու ենք մեր ձևով, դուք պատասխանել եք մեր ձևով, իրենք իրենց ձևով անելու են, ուրեմն սա անկասկած է, հիմա իսկ քանակական առումով նայեցեք, ուրեմն այս մարդիկ ունեն տնտեսություն, տնտեսություններում ունեն աշխատողներ, բանվոր եւ այլն, ես ուզում եմ, որ հանկարծ իշխանություններն առաջին հերթին, որովհետեւ իրենք են պատասխանատու առաջին հերթին երկրի վիճակի համար եւ նաեւ մնացած քաղաքական ուժերը, նաեւ դուք քաղաքացիները այդ բոլորը հաշվի առնեք։ Իհարկե դա չի նշանակում վախենալ, բայց ճշգրիտ հաշիվը պարտավոր է որ լինի։ Վատթարագույն վիճակ կլինի, հանկարծ ընտրություններում առաջանա մի վիճակ եւ քաղաքացիական պայմանագիր կստանա մեծամասնություն, ես օրինակ այսօրվա տվյալներով չեմ կասկածում, որ իրենք առաջի տեղ են լինելու, բայց եթե լինելով առաջինը չապահովի որակյալ կամ բացարձակ մեծամասնություն, ուրեմն այստեղ շատ խախտ վիճակ է առաջանալու, եթե բացարձակ մեծամասնության հարցը հանվում է, Սահմանադրությունը մի օր հանգամանորեն երևի հոդվածներով, բաներով կբացատրենք իրար, ես ձեզ կասեմ, այդ պայմաններում կառաջանա կոալիցիոն կառավարություն կազմելու հարց, իսկ դա հենց ռևանշիզմի ուզածն է, նրանք երբեք չեն գնա կոալիցիոն կառավարություն ստեղծելու, սխեմատիկ իմաստով կառաջանա կառավարական ճգնաժամ, իսկ կառավարական ճգնաժամից ուրեմն հետևանքը կլինի, ուրեմն երկիրը տանել քաոսի, նշանակել նոր ընտրություններ, այստեղ ով գահղթի, ես առաջարկում եմ մտածել։ Ինչ եմ ուզում ասել, սրանք խնդիրներ են, սրանք ուրեմն հարցեր են, որոնք ուղղակիորեն ձեզ ներկայացնում է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը իր ուրեմն նկատառումները, իր վերլուծությունները եւ կարծում եմ, որ մենք այստեղ բացարձակ ճիշտ ենք։ Ինչ է ստացվում, ստացվում հետեւյալը, որ մենք պարտավոր ենք մեր երկրի ժողովրդավարական կյանքը, պետության ապահովությունը, քաղաքացու ազատությունը եւ հետագա զարգացումն ապահովեն, մանավանդ վերջին տարին բավականին ինչ-որ տեղաշարժեր կան, որոնք հուսադրող են։ Բարի գիշեր ձեզ, առաջարկում եմ մենք միասին մտածենք, միասին հարցի լուծումներ առաջարկենք եւ շարժվենք առաջ։ Իմացեք, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մինչեւ ընտրություններ ձեզ է ներկայացնելու այն տեսակետները, որը ձերն է, որտեղ դուք քրիստոնյա եք, որտեղ դուք հայ մարդիկ եք, որտեղ Գրիգոր Լուսավորչական եք, որովհետև դուք նաև մենք ունենք այսպես կաթոլիկներ, ունենք բողոքականներ եւ դրանք մեր ազգային եկեղեցիներն են։ Այդպես հաշվվում է, այդպես է ճիշտ է։ Այսինքն մենք այստեղ որոշակի տեսակետով, շահերի որոշակի ըմբռնումով ներկայացնում ենք տեսակետներ։ Հիշեցնեմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձեզ առաջարկում է լինել որպես հայ մարդ, հայամետ եւ որպես քաղաքական կազմակերպություններ լինել Հայաստանակենտրոն եւ պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը, երկրի ներսում եւ ազգային շահերի գերակա վիճակը աշխարհում է։ Բարի գիշեր։